Բոլորիդ բարի երեկո, փորձենք սպասենք մեր հետևորդները մտնեն, բայց ասենք, որ այսօրվա եթերը տարբերվելու է մնացած եթերներից, քանի որ, գիտեք ինչ, մենք ամեն անգամ ինչ-որ սենսացիոն եթերներ եք անում և մորանում եք ինչով զբաղված մեր ինֆոհարթակը, մեր ինֆոհարթակը 7-րդ տարին օգնում է Հայաստանին և վերադառնանք մեր գլխավոր թեմային, ոնց օգնենք Հայաստանին, այս է թեման, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նայելու են այս եթերը, մինչև դուք հավաքվում եք, նշեմ, որ մեզ նայում են նաև YouTube-յան ալիքներում և քանի որ YouTube-ում ունեք շատ հետևորդ և իրոք հոյակապ մարդիկ են նայում մեզ YouTube-յան ալիքներով, ես ուզում եմ մեծ բարևներ ուղարկեմ Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ նայում են մեզ YouTube-ով չերես հեռուստացույց, ուզում եմ ուղեմ իմ բարի խոսքերս Ամերիկա, նաև Իորդանիա, Իսրայել, տարբեր երկրներ, որտեղ դուք մեզ նայում եք, որտեղ դուք նայում եք իմ եթերներս և ես այնքան եմ ձեզ շնորհակալ, որ ամեն եթերի տակ 800, 1000, 1200 կոմենտար եք դուք թողնում և 98% այդ կոմենտարյանները այնքան բարի խոսքեր եք գրում, որ ես դաժե չգիտեմ ոնց կարամ ես հասցնեմ կամ պատասխանեմ կամ էլ եթերում ձեզ շնորհակալություն հայտնեմ։ Բոլորիդ բարի երեկո, ովքեր մտնում են, նաև կիսվեք եթերով, այսօր չի լինելու ոչ մի սկանդալ, բայց ինձ թվում է այսօրվա եթերը շատ կարևոր է, խոսելու եք դրա մասին ոնց կարող ենք մենք օգնենք Հայաստանին առանց գումար ծախսելու, այսինքն որ քայլերը պետք է մենք ձեռնարկենք, որպեսզի օգնենք Հայաստանին եւ ամեն մարդ կարա օգնի Լոնդոն, կներեք եթե ինչ-որ քաղաքներ մորանում են, Փարիզ, Լոնդոն, Գոլանդիա, ահագին դեղ հայեր ունեք, ովքեր նայում են, բոլորիդ մեծ բարևներ ժողովուրդ ջան, բոլորիդ։ Այսօրվա եթերը կուզենամ ես, այսպես ասած, նվիրեմ այն բոլոր մարդկանց, ովքեր հետաքրքվում են, իսկ ոնց կարանք մենք օգնենք Հայաստանին։ Մեծամասնություն քայլերը, մեծ մասը այն քայլերը, որը ես այսօր կասեմ այդ քայլերի մասին, դուք արդեն գիտեք, բայց փորձենք մենք ավելի ուշադիր նայենք ամեն մի հատ կետի վրա, որը ես կուզենայի այսօր պատմել ձեզ ու ասել, որ ամեն մարդ ինձ թվում է դուք ինձ հետ համաձայն եք, որ պարտավոր է օգնի իր հայրենիքին եւ նորից եմ կրկնում պետք չէ որ դուք ինչ որ մեկին փող նվիրեք, հա, եկեք այսօր խոսակ դրա մասին ոնց կարանք եւ ոնց պետք է մենք օգնենք մեր հայրենիքին։ Սկսեք դրանից, որ առաջի կետ, որի մասին ես կուզենայի խոսանք, ուրեմն տեսեք, եթե Հայաստանի Հանրապետության բնակիչները գնում են Վրաստան, գնում են Դուբայ, գնում են Ռուսաստան, գնում են տարբեր երկրներ, այդ մարդիկ կարան օգնեն Հայաստանին։ Ոնց Աշխատեք, добрый вечер, Марина дорогая, աշխատեք կապ չունի, որ դուք երկրում եք լինում, 5 օր, 10 օր, թե 20 օր, աշխատեք այդ մարդկանց հետ, ում հետ դուք հանդիպում եք, լինի դա ուզբեկ, լինի դա կազախ, լինի դա ֆրանսացի, հա, աշխատեք գոնե երկու նախադասություն ասեք այդ մարդկանց, որ անպայման եկեք Հայաստան, Հայաստանը շատ սիրուն պետություն է, տեսեք, պատկերացրեք, որ մարդիկ ասում են, դե մենք գնում ենք ուրիշ երկիր հանգստանալ, մենք պարտավոր չենք, գնանք դեղ մարդկանց հա գլուխը ուտեք, ասեք եկեք Հայաստանում հանգստացեք։ Ես հասկանում եմ, որ դուք կարաք տենց ասեք եւ իրավունք ունեք, բայց եթե մենք սիրում ենք մեր երկիրը, ինձ թվում է դժվար չի, եթե մենք մարդկանց հետ շփվում ենք, մենք գովանք մեր հայրենիքը եւ այն մարդկանց ում տեսնում ենք Թայլանդում, Դուբայում, ուրիշ երկրներում, իրանց ասեք, եկեք այցելեք Հայաստան, Հայաստանում շատ սիրուն է, Հայաստանում շատ լավ է Եվ ինձ թվում է սա այն քայլն է, որը իսկապես կարա օգնի Հայաստանին եւ ամեն մին ավել տուրիստը, հա, շատ մեզ պետք է եւ օգուտ է բերում Հայաստանին։ Շարունակենք, երկրորդ կետը հայկական ապրանքները, դրա մասին մենք շատ ենք խոսում եւ ասեմ, որ մեր հետևորդները, ովքեր ապրում են մանավանդ Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում, իրանք առնում են հայկական ապրանքները, բայց օրինակ Իորդանիայում հայերը ասում են, մեզ չունեք խանութ, որտեղ կարանք հայկական ապրանք առնենք, ուրեմն մենք կարանք Հայաստանին օգնենք եւ մենք օգնում ենք այդ ձևի, առնենք հայկական ապրանքները տարբեր երկրներում, որտեղ այդ ապրանքները հա կա ձեր խանութներում։ Այսինքն ամեն անգամ առնելով հայկական ապրանքները, որը արտադրվել է
Հայաստանի Հանրապետության տարածքում դուք օգնում եք Հայաստանին։ Երրորդ կետը, ուրեմն բոլորս գիտեք, որ հիմա շատ տարածված այդ ինֆոն, որ բոլորը պետքա մաշվեն, որ բոլորը պետքա հետևեն իրանց եւ այսպես ասած մարդիկ կան, ովքեր ժամանակ չունեն, գնան հա սպորտզալ, բայց ուզում են մարզվեն։ Ու տեսեք, հիմա շատ այսպես ասած մոդա է անգեր, որ զբաղվենք on-line տրենիրովկով, հա, այս ինչա նշանակում, որ դուք через Messenger, через WhatsApp, հա, через տարբեր приложения կարաք on-line պարապենք Հայաստանում աշխատող, հա, տղու կամ աղջկա հետ, այսինքն այն տղերքը եւ աղջիկերքը, ովքեր սպորտով են զբաղվում, այսպես ասած տրեներները, դուք կարաք իրանց փող տաք, եթե դուք ապրում եք Սփյուռքում, կամ էլ Հայաստանում կապ չունի, դուք կարաք այդ մարդկանց փող տաք եւ on-line պարապեք սպորտով զբաղվեք ձեր տանը, այսինքն օրինակ շաբաթը 3 անգամ մի ժամ, դրանով ստացվում է որ դուք կօգնեք Հայաստանի Հանրապետության բնակիչներին, այն մարդկանց, ովքեր սպորտով են զբաղվում եւ on-line հա դաս են տալիս։ Ինձ թվում է դա շատ ուժեղ օգնություն կլինի Հայաստանի համար, այնպես որ հարգելի հետևորդներ, եթե դուք ինձ նայում եք, մտածեք դրա մասին։ Մտածեք, այսինքն եթե մանավանդ մեր կանայք, ովքեր տունն են նստած, եթե դուք ուզում եք մի քիչ հա մաշվեք, ավելի լավ ձեզ զգաք, ավելի լավ քնեք, ավելի լավ գնաք հեշտ զուգարան, թեթև լինեք, հա, ավելի սիրուն լինեք, դուք կարաք Հայաստանում մարդ գտնեք, ովքեր ձեզ on-line տրենիրովկա կտա, եթե դուք կարաք ինձ դիմեք, ես ձեզ կօգնեմ, մեր նույն Աննա Խիզանցյանը կարա ձեզ օգնի, եւ դուք կարաք հեշտ հա մի կողմից տունը չնստեք հապարապ եւ զբաղվեք սպորտով, մյուս կողմից օգնեք Հայաստանի Հանրապետության բնակիչներին եւ այդ գումարը տեղափոխեք իրանց, հա, որպես աշխատավարձ իրանց քարտի վրա։ Շարունակենք։ Խոսքը հաջորդ կետը հայաստանցիների մասին, հա, դրա մասին մենք 6 տարի խոսում ենք, որ եթե դու գնում ես ման ես գալիս Երևանում կամ մարզերում, դու նկատում ես, որ ահագին մարդիկ չեն ներկում իրանց վարոտաները, իրանց զաբորները եւ դիմում են մեր Հայաստանի Հանրապետության բնակիչներին, մեր հետևորդներին, շատ կարեւոր է որ դուք մի բան կա ներք վերցնեք, դա թանկ չի 3-4 հազար դրամ է եւ անպայման մանավանդ հիմա այս տարի երբ արդեն գարուն է ներկեք ձեր զաբորները եւ ձեր վարոտները։ Եթե մենք խոսում ենք туриզմի մասին եւ մենք ուզում ենք որ տուրիստը երբ մանա գալիս Վայոց ձորում, Արարատյան մարզում կամ Լորի մարզում, որպեսզի տուրիստը հաճույք ստանա դրանից որ մանա գալիս ձեր գյուղի տարածքով կամ ձեր քաղաքում, շատ կարեւոր է որ դուք ձեր զաբորները եւ ձեր վարոտները ներկեք։ Այնպես որ եթե դուք ինձ նայում եք տարբեր քաղաքներում կամ էլ գյուղերում կամ նայելու եք վաղը չի մյուս օրը, խնդրում եմ սրա վրա ուշադրություն դարձրեք, դուք որպես քաղաքացի պետքա դա հասկանաք, որ ձեզնից շատ բան է կախված։ Մենակ ճանապարհ սարքելուց չի, հա, մենակ եկեղեցում ռեմոնտ անելուց չի բան փոխվում իրավիճակը։ Շատ կարևոր է որ տուրիստը տենա, որ ինչքան սիրուն է մեր փողոցները, եւ տեսեք ճանապարհը պետությունը սարքում է, բայց կես տները նայում ես ոչ վարոտա ներկած, ոչ զաբոր, եւ եթե դուք ինձ նայում եք տարբեր գյուղերում, ուշադրություն դարձրեք այդ հարցի վրա, որ շատ կարևոր է եւ այո դրանով դուք կօգնեք մեր հայրենիքին։ Շարունակեք, ասեմ որ այսպես ասած աղբը, որը շատ է երկրում, բայց ճիշտ ասած 6 տարում մենք ավելի մակրասեր տեսանք, որ մարդիկ դարան, մարդիկ ավելի մակրասեր են, նույն Երևանում շատ քիչ տեղ կարած դու տենաս, որտեղ զիբիլ կա, մանավանդ կենտրոնում, բայց էլի ունենք ահագին տեղեր, որտեղ զիբիլ կա, ասինքն սա մեծ խնդիր է, քանի որ մարդիկ ման են գալիս Երևանով եւ ընդհանրապես պետության տարածքով եւ այո աղբի հարցը շատ կարեւոր է որպեսզի մենք այդ աղբը մաքրենք եւ եթե դուք նայում եք իմ եթերս դուք կարաք կազմակերպեք 2-3 հոգով մաքրեք այդ զիբիլը, ասեմ որ մեր լավ ընկեր Ուսիկ Մարկոսյանը մի քանի անգամ կազմակերպել է այդ ձևի ակցիաներ, բայց վերջերս ոնց որ չի ուզում էլ կազմակերպի, եթե կազմակերպի նորից մենք դրա մասին կխոսանք։ Հարգելի բարեկամներ, նշեմ որ նաեւ մեզ նայում են տաքսիստները եւ 6 տարվա ընթացքում տաքսիստների ապահովվածքը շատ փոխվել է դեպի լավը։ Մեր տաքսիստների 95%-ը իսկականից բարի, շատ կուլտուրական մարդիկ են եւ լավ երաժշտություն են միացնում, առաջ շատ վատներ, բայց եկեք մենք նշենք, որ տաքսիստներից շատ բան է կախված Հայաստանում եւ տաքսիստի պահվածքը շատ կարեւոր է որ լինի բարի, մանավանդ այն մարդկանց հանդեպ, ովքեր գալիս են Հայաստան Զվարթնոցից, դա կարող է լինի հայ, կարող է լինի ռուս, կապ չունի։ Եվ ես պատմել եմ դրա մասին, որ ցավոք սրտի
այն տաքսիստները մեծ մասով ովքեր ղարաբաղցիներ են, իրանք մեծ աշխատանք են տանում պետության դեմ, կառավարության դեմ, եւ իրանք չեն պատկերացնում ինչ մեծ վնաս են տալիս երկրին, այսինքն կոնկրետ ղարաբաղցիների մեծ մասը, խոսքը գնում է մենակ վատ ղարաբաղցիների մասին, քանի որ մի մասը ղարաբաղցիները մոտավորապես 10-15%-ը բարի ու կուլտուրական շատ ազնիվ ժողովուրդ են եւ այդ 10-12%-ը ղարաբաղցիների մեր եղբայրները, քույրերը, ովքեր ոչ հանցագործ են, ոչ վատ բան են արել, իրանց մասին խոսքը չի գնում, մենք իրանց սիրում ենք եւ մենք իրանց աջակցում են։ Խոսքը գնում է այն ղարաբաղցիների մասին, ովքեր տաքսիում հա խոսում են վատը Հայաստանի մասին եւ իրանք չեն պատկերացնում ինչ մեծ վնաս են տալիս երկրին։ Այնպես որ եթե ինձ նայում են նաեւ մեր ղարաբաղցի տաքսիստները, խնդրում եմ, աղաչում եմ ձեզ, մի արեք տես բաներ, տաքսիի մեջ մի տրամադրեք մարդկանց Հայաստանի դեմ, քանի որ մենք ահագին աշխատանք ենք բոլորս տանում դրա համար, որպեսզի այն մարդիկ, ովքեր չեն եկել Հայաստան կամ եկել են Հայաստան, ուզենան ավելի շատ մնան Հայաստանում եւ ավելի շատ գումարներ ծախսեն։ Շարունակենք, հիշեցնեմ, որ շատ կարևոր է, որ մենք օգտվենք մեր հայկական ավիաուղիներով, այսինքն այսպես ասած հայերից առնենք տոմսերը, եթե հայերը թռնում են տարբեր երկրներ, իրանցից առնենք, տեսեք, եթե ձեզ լինում է ինչ-որ խնդիր, մենք անպայման պաշտպանում ենք ձեզ համացանցում, այնպես որ շատ հեշտ եւ շատ հանգիստ կարաք առնեք տոմսերը հայկական ավիաուղիներից, երբ իրանք ինչ-որ սխալներ են անում, մենք համացանցում չեք վախենում իրանց քննադատեք, բայց ասեմ, որ նույն Flyone Armenian ահագին դեպի լավն է փոփոխություններ արել, եթե չեմ սխալվում, Սուքիասյանների ընտանիքը փոխել է տնորենը եւ հիմիկվա տնորենը օրից օր ավելի լավ աշխատում եւ կարամ ասեմ արդեն կարգու կանոն կա հաստատ եւ այն խնդիրները, որը եղել է սկզբից, երբ իրանք բացվել են, հիմա չկա այդ ձևի խնդիրներ։ Շարունակեք, ես ասեմ, որ շատ կարևոր է, որ մենք օգնենք մեր այն մարդկանց Հայաստանում, ովքեր վաճառում են պուծովկաներ դեպի Եգիպտոս եւ ուրիշ երկրներ եւ մեր սիրելի եղբայրները եւ քույրերը, ովքեր ապրում են Ռուսաստանում, ես ուզում եմ ասեմ, որ եթե դուք գնում եք Եգիպտոս, շատ կարևոր է, որ դուք ուսումնասիրեք գինը Հայաստանից։ Այսինքն, տեսեք, երբ դուք թռնում եք Ռուսաստանից Եգիպտոս, այդ նույն գինն է լինելու, եթե դուք թռնեք Մոսկվա, Երևան, Երևան, Եգիպտոս, Եգիպտոս, Երևան, Երևան, Մոսկվա, այսինքն ստացվում է, որ դուք այդ մի մասը գումարի էկոնոմիական եք եւ նաեւ կլնեք Երևանում։ Ինչի համար այտենց, քանի որ Հայաստանի համար ավելի էժան է վաճառում հյուրանոցը Եգիպտոսում օրինակ իր համարները, քան թե Ռուսաստանի համար։ Սա 100% ինֆո է, այնպես որ նաև մեր հայաստանցիներն եմ դիմում, դուք էլ կարաք այդ աշխատանքը տանեք, բացատրեք մարդկանց, որ լավ կլինի, եթե չերես Երևան իրանք թռնեն Եգիպտոս։ Հա, նաև հիշեցնեմ, որ ես օգտվում եմ հայկական ակնոցներով, այսինքն արևային ակնոցները ես առնում եմ արդեն 2 տարի Հայաստանում, օրինակ sense ֆիրմա կա, Dance, Dalmagardenu կա այդ ֆիրման, օրինակ շատ մեծ իրանց վыбор у них очень большой, շատ լավ կարաք դուք ընտրեք այն ակնոցը, որը ձեզ դուր է գալիս եւ շատ որակով, շատ ստիլն է, շատ սիրուն։ Այո, շատ էժան չի, բայց լավ ակնոցները, որակով ակնոցները, որպեսզի վնաս չտա ձեր աչքերին, չի կարա լինի էժան, հա։ Այնպես որ հարգելի բարեկամներ, եթե դուք ակնոցներ եք ընտրում, մանավանդ եթե դուք այս տարի գալու եք Հայաստան, ես ձեզ խորհուրդ եմ տալիս ակնոցները առնեք Հայաստանում, կոնկրետ Dalmagarden, կարաք մտնեք Dalmagarden եւ դեղ կա sense ֆիրմա, այդ ֆիրմի անունը Dance է։ Հիմա մի հատ ցույց տամ, ինձ ունեմ ակնոցները, որը ես հագնում եմ, շատ որակով ակնոցներ է, շատ էս ֆիրման, հա, էս։ Եվ տեսեք, այնքան որակով է չեք պատկերացնում։ Ակնոցը մի տարի ես հագնում եմ եւ կարա դաժանգնի ձեռից, բայց չի ջարդվում։ Տեսեք ինչքան որակով է Dance Dalmagarden-ում։ Եթե դուք տարին մի անգամ ակնոց եք առնում եւ ուզում եք որակով ակնոց, 20000-ից մինչեւ 40000 հոյակապ ակնոցներ, հավատացեք, երբ դուք ակնոց եք առնում 5000-ով կամ 10000-ով, դա շատ վատ ակնոցներ է, ձեր աչքերին վնաս է տալիս։ Դուք էկոնոմիա չեք անում, երբ դուք տալիս եք 5-10000 թուրքական ակնոցներ եք առնում, դուք ձեր աչքերին վնաս եք տալիս, հետո կաթիլներ եք առնում, որ կարդեք, որ ավելի լավն է ձեր աչքերը եւ ահագին ծախսեր եք անում։ Բժիշկ եք գնում, հասկանում եք, այնպես որ հայկական ակնոցներ ես խորհուրդ եմ տալիս, այս ֆիրման, հա, Dance ֆիրման, Dalmagarden-ում։ Սա գովազ չի, չեմ ճանաչում տերը, ուղղակի մենք կարանք օգնենք մեր հայերին եւ առնենք իրանց հայկական ակնոցները։
հա, այնպես որ եթե կարելի է այդ խորհուրդը դուք այսպես ասած ընդունեք եւ մենք կարանք օգնենք Հայաստանում մարդկանց, ովքեր ակնոցներ են արտադրում։ Շարունակենք, ես ուզում եմ դիմեմ այն հայաստանցիներին, ովքեր ապրում են գյուղերում, այսօր մենք ունենք 950 գյուղ եւ համարյա սաղ գյուղերում դպրոցներ են սարքում, մանկապարտեզներ, ճանապարհներ եւ դուք տեսնում եք, որ ես իմ էջերում, իմ այսպես ասած համացանցում միշտ պատմում եմ ճանապարհների մասին, հիվանդանոցների մասին, որը կառուցվում է։ Արգելի հայաստանցիներ, ովքեր ապրում են Հայաստանում, եղբայրներ եւ քույրեր, տեսեք, դուք պետք չի սպասեք, որ բլոգերը գա նկարի ձեր գյուղում ճանապարհը կամ դպրոցը եւ ցույց տա։ Ես դիմում եմ ձեզ բոլորիդ, որ դուք հասկանաք, որ ձեզ ունեք հեռախոս։ Ձեզ ունեք հեռախոս Մասիսում, Արարատում, Սյունիքում, որտեղ եք դուք ապրում։ Եթե դուք ձեր գյուղում տեսնում եք, որ ճանապարհ են սարքում, դպրոց են սարքում, կապ չունի ինչ տրամադրություն է ձեր մոտ։ Մի հատ նկար արեք ձեր հեռախոսի վրա, մի հատ նկար ու գցեք, այս մեր գյուղում սարքում են դպրոց, այս մեր գյուղում սարքում են մանկապարտեզ։ Եթե դուք ուզում եք, որ մեր Հայաստանում լինի ավելի շատ մարդ, մենք պետք է գովազդենք ամեն օր այն ամենը, ինչը մենք կառուցում ենք, այն ամենը, ինչը փոխում է դեպի լավը։ Եվ տեսեք, բլոգերը չի կարա այնքան բաներ է սարքում։ Օրինակ տեսեք, հիմա մենք ցույց եք տալիս Մասիս համայնքը, չէ՞։ Ուրեմն ես նկարեցի հիմա 25 հատ սյուժե, մենակ Մասիսի համայնքը, Ապշինը Մասիս։ Եվ շարունակում եմ նկարել, այսինքն մոտ 80 սյուժե մենակ Մասիսի համայնքում եմ նկարում, ինչեր է կառուցվում։ Ամեն մի գյուղում 3-4 բան է փոխվել, չէ՞։ Բայց ցավալի է, որ Հայաստանի Հանրապետության բնակիչը, ով տեսնում է, որ այդքան բաներ է փոխվում, ինքը ալարում է մի հատ իր հեռախոսով մի բան նկարի, ասե մեր գյուղում կյանքը լավացել է։ Ինչի ժողովուրդ ջան, ով է գալու ու գովա ձեր գյուղը, ձեր մարզը, ումին եք դուք սպասում։ Ու սա շատ վատ է, որ մենք սպասում ենք, որ բլոգերն է դա անելու կամ չգիտեմ ինչ որ հերոստալիկ կամ չգիտեմ նույն Նիկոլ Փաշինյանը, հա, որ գցում է իր էջում։ Սա շատ վատ է։ Դուք ձեր գյուղի, ձեր քաղաքի տերն եք եւ դուք պետք է լինեք, ոնց ասեմ, դուք պետք է ուզենաք 24 ժամ օրվա ընթացքում, 365 օր տարվա ընթացքում, որ գովազդեք ձեր գյուղը, ձեր մարզը եւ այն ամեն լավ բաները, որ կա։ Մենք պետք է փոխենք մեր տրամադրությունը, ոչ թե նվնվանք, հա, բողոքենք, ահագին բաներ ենք մենք տեսնում։ Ինչքան, օրինակ, եթե ձեր երեխեք գնում են նոր մանկապարտեզ, ինչքան դժվար է, ձեզ համար դժվար է նկարել ասել, իմ երեխաս գնում է հոյակապ մանկապարտեզ։ Ես գնում եմ նոր բժշկական կենտրոն։ Օրինակ Եղեգնաձորում բացվել է բժշկական կենտրոն, չէ՞։ Մի հատ Եղեգնաձորցի ես չտեսա նկարի ասի, բա մեր մոտ նոր դպրոց են սարքել, նոր հիվանդանոց եւ այլն, այլն։ Հասկանում եք, սա շատ կարևոր է, շատ։ Հույսով եմ, որ այդ խորհուրդները մեր հետևորդները կլսեն։ Պետք չէ ամաչել, վերցրեք ձեր հեռախոսը ու արեք դա։ Նաև ուզում եմ դիմել մեր հետևորդներին, շատ կարևոր է, երբ մենք Հայաստանում տեսնում ենք մարդիկ, ովքեր աշխատասեր են, գուցե սա մարդիկ խնդան, բայց եթե մենք ուզում ենք օգնել մեր երկրին, միշտ պետք է աջակցենք եւ գովանք այն հայերին, այն հայուհիներին, ովքեր աշխատում են։ Ովքեր աշխատում են, կապ չունի ինչ աշխատանքի վրա այդ մարդը, ով աշխատում է, իրան պետք է գովանք անպայման։ Ասեմ, որ մեր հետևորդները հարցնում են ինչով կարանք մենք Հայաստանին օգնենք, ես գտնում եմ, որ երբ դուք գալիս եք գյուղը հանգստանաք ուրիշ երկրից, դուք կարաք 5-10 հատ գիրք հայերեն առնեք, Երևանում կա, օրինակ Սուրմալույում կամ էլ մեր խանութներում, Հայաստանում, Երևանում կան հայկական գրքեր հայերեն։ Դուք կարաք այդ հայկական գրքերը առնեք ու նվիրեք երեխաներին գյուղում։ Ինձ думаю, это շատ ճիշտ օգնություն է։ То есть покупаем книги на армянском языке, у них шикарные вообще обложки, да, и передаем детям в селах. Ես ուզում եմ նշել, որ մենք պետք է անպայման քննադատենք այն մարդկանց, ովքեր գումարներ են հավաքում համացանցում, ես հիմա խոսում եմ բլոգերների մասին, տեսեք մենք 3 տարի գումարներ չենք հավաքում համացանցում, եթե ուրիշները մեզ օգնում են շատ լավ, եթե ուրիշները օգնում են ինչ-որ վերավորին շատ լավ, բայց 3 տարի ուղիղ 2022 թվականից հունիս ամսից մենք չենք գրում համացանցում, որ այս շոտի վրա գումարներ եք հավաքում։ Եվ բոլորը պետք է հիշեք, որ սա պետք է լինի արգելված, որպեսզի լրագրողը, բլոգերը, հա, դնի իր շոտը եւ ասի փող եմ հավաքում։ Խնդրում եմ մի մասնակցեք այս ձևի պատմությունների մեջ, եթե դուք սրտանց ուզում եք օգնեք, շատ լավ, օգնեք։ Բլոգերին միշտ օգնությունը հա պետք է։
Բայց մենք պետքա սովորենք, որ ոչ մեկ իրավունք չունի, պետք չի փողեր հավաքի հետևորդներից, քանի որ դա ճիշտ չէ։ Հա, կլինի գումարը, կնկարենք, չինի, չենք նկարելու, բայց դնել քարտի համարը եւ փող հավաքել իր համար հեռախոսի վրա, ատամների վրա, սա պետքա լինի արգելված եւ ես դիմում եմ իմ հետևորդներից, որպեսզի դուք ուշադիր լինեք եւ շատ կոպիտ քննադատեք այն բլոգերներին, այն լրագրողներին, ովքեր ձեզնից փող են ուզում է եվրեյ լինի, ուզում է հայ լինի, եթե դուք ուզում եք օգնեք, դուք օգնեք, եթե դուք օգնում եք прямая помощь, օգնեք, բայց մենք պետքա չդնենք մեր համարները եւ գումարներ հավաքեք, ինչի, քանի որ ամեն մարդ պետքա ապրի իր ուժով։ Կլինի օգնությունը ավելի շատ բան կանեք։ Չի լինել օգնությունը, մենք պետք է ապրենք մեր հաշվով, մեր ուտելիքը, մեր տունը, տանք մեր ջեբից։ Սա շատ կարևոր է եւ խնդրում եմ սա անպայման հիշեք։ Հետո տեսեք, դիմում եմ մեր հետևորդներին, մենք հաճախ քննադատում ենք տարբեր նախարարներին, բայց նաեւ ովքեր ինձ նայում են սփյուռքում, այսօր մենք պետք է սովորենք մի հատ շատ կարևոր բան։ ԱԱՑ-ի պետը պետքա ոչ մեկ չքննադատի։ Քննչական կոմիտեի պետը պետքա ոչ մեկ չքննադատի։ Դատախազին ոչ մեկ պետքա չքննադատի։ Եվ ներքին գործերի նախարարին պետքա ոչ մեկ չքննադատի։ Պաշտպանության նախարարին պետքա ոչ մեկ անձնական չկպնի եւ չվիրավորի։ Ազգային ժողովի նախագահին պետքա ոչ մեկ իրավունք չունի, հավատացեք, վիրավորի։ Ինչի համար եմ ես ասում։ Մենք ունենք կառավարության անդամներ եւ պետության մի մասը, որը ոչ մի դեպքում պետքա ոչ մեկ թույլ չտա իրան հարձակվի այդ մարդկանց վրա։ Քանի որ այս մարդիկ ներկայացնում են պետությունը։ Մենք իրավունք ունենք եւ մենք պետքա դժգոհենք, օրինակ, ասենք, քննիչները վատ են աշխատում, դատախազությունը չի բռնում բանդիտներին, հա? ԱԱՑ-ն շատ թույլ է, չի բռնում բանդիտներին։ Սակարանք մենք ասենք։ Բայց բոլորը պետք է հասկանան, որ այն ինչ եղել է, եթե չեմ սխալվում 2 օր առաջ, մի հատ Ղարաբաղցի ստեր էր պատմում Ալեն Սիմանյանի մասին, մեր ազգային ժողովի նախագահի մասին։ Խոսքը դրա մասին չի, որ Ալեն Սիմանյանն ազգային ժողովի նախագահն, խոսքը դրա մասին չի, որ մեր Ալեն Սիմանյանը ԿՓ-ից է, ոչ, ընդհանրապես ամեն մարդ, ով ապրում է Հայաստանում եւ Հայաստանի լավն է ուզում, պետք է հասկանա, որ ամեն քո քայլում եւ խոսքում դու պետքա չի վիրավորես եւ թույլ չտաս քեզ, ուզում ես Ղարաբաղցի լինես, Շիրակից լինես, Երևանից ես, թույլ չտաս քեզ, անցնես կարմիր գիծը եւ խոսաս անձնական քննչական կոմիտեի նախագահի մասին, կամ դատախազին մասին, կամ ԱԱՑ-ի պետի մասին, կամ Սուրեն Պապիկյանի մասին, քանի որ այդ մարդիկ կապ չունի, ԿՓ-ից են, որտեղից են, այդ մարդիկ այսօր ներկայացնում են պետությունը, ուժային կառույցները եւ գլխավոր պետության, պետական, հա, այդ կետերը շնորհակալություն։ Եվ երբ դու կոպիտ ես խոսում այդ մարդկանց հանդեպ, հա, դու փաստորեն քար ես գցում պետության վրա։ Ու գիտեք, ես էլի սա չի վերաբերում լավ ղարաբաղցիներին, բայց ցավոք սրտի մեծ մաս ղարաբաղցիներին, ովքեր հանցագործություններ են արել Ղարաբաղում եւ թալանել են մարդկանց, սպանել են, հայերին սպանել են, ցավոք սրտի այս մարդիկ չեն սիրում Հայաստանի Հանրապետությունը։ Այս մարդիկ չեն հասկանում պետության խոսքի իմաստը։ Նորմալ մարդը, եթե ինքը հարգեր Հայաստանի Հանրապետությունը, նա կյանքում իրան թույլ չի տա, դուրս գա Երևանի կենտրոնում ու սուտ պատմի, հա, ազգային ժողովի նախագահի մասին։ Քանի որ ազգային ժողովը դա սաղ պատգամավորներն են, այդ պատգամավորները ընտրել է սաղ ազգը։ Ոչ մեկ իրավունք չունի ազգային ժողովի նախագահին սենց բաներ խոսալ իր մասին։ Սա լիներ Քոչարյանի ժամանակ կամ էլ Սերժի ժամանակ, այդ Ղարաբաղցուն ոտերը ворից կպոկեին։ Բայց թող ղարաբաղցիները տենան, դուք կկարայիք Բակո Իսահակյանի ժամանակ կամ էլ Սերժի ժամանակ այդ ձևի զրույցներ անեիք։ Եկեք սրա մասին մենք միշտ ուշադիր, այս բանը ֆիքսենք եւ անենք տենց։ Նաեւ ուզում եմ ասեմ, որ շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, որ այն, որ ավտոբուսը 100 դրամը դարել է 150 դրամ եւ առանձին մարդիկ չեն ուզում այդ 150 դրամը տան, տալիս են 100 դրամ, ես ուղղակի ասեմ, որ գնում ես Եվրոպա, տարբեր երկրներ կամ Թուրքիայում, տեսեք 6-7 եվրո է մի հատ поездка, одна поездка, 6-7 евро, то есть огромные деньги։ Դիմում եմ մեր հետևորդներին, մի արեք տենց բաներ։
Մի փորձեք 50 դրամը գողանալ պետությունից։ Քանի որ Աստված վերևից նայում, այդ 50 դրամը հավատացեք դեղի վրա եք դուք ծախսելու։ Հավատացեք, մի գողացեք։ Այդ 50 դրամը պետության գումարը չէ։ Այդ 50 դրամը վարորդի գումարն է, ավտոբուսի գումարն է, որը պետք է մենք նոր ավտոբուս առնենք։ Եվ դուք ձեր աչքով տենում եք ինչքան նոր ավտոբուս են արել, պետք չի դա անել, ժողովուրդ ջան։ Եվ վերջինը, ահագին մարդիկ տներ են վարձով տալիս, մենք գիտեք, չէ, այդ օրենքը 10%-ը պետք է մենք վարձի փողը տակ պետությանը։ Ես ասացի, որ ահագին մեզ ունեն ղարաբաղցիներ, շատ ազնիվ հոյակապ եղբայրներ եւ քուրներ, եւ հոյակապ ղարաբաղցիները ինձ գրում են, որ Ռոման ջան, մենք 250,000 դրամ ենք տալիս վարձի փողը։ Եվ Երևանցին գալիս է, ասում է, Ղարաբաղցի մի ասա, որ դու ինձ 250,000 դրամ ես տալիս, որպեսզի ես նալոգը չտամ։ Սա շատ ցավալի փաստ է։ Մեզ ունեք, նորից եմ կրկնում, ազնիվ ղարաբաղցիներ, ովքեր ինձ նման են մտածում, որ չի կարելի թալանել պետության բյուջեն։ Եվ ես դիմում եմ հարուստ երևանցիներին, դուք կենացներ եք բարձրացնում հարգելիներս հարսանիքներում, դուք խոսում եք դրա մասին ոնց պետք է երկիրը ապրի։ Միթե այդ 250,000 դրամից 25,000 դրամը դու գողանում ես եւ գիտես թե դրանով դու տուն ես սարքելու։ Բայց դուք եք չի ասում եք Աստված կա, Աստված նայում է։ Դուք ասում եք Աստված ամեն ինչ տենում է։ Երբ դուք այդ 25,000-ը գողանում եք բժշկից, ուսուցիչից, դուք չեք մտածում որ Աստված դա տենում է։ Եկեք մենք օգնենք Հայաստանին ոչ թե փողեր նվիրելով, այլ այն բաները, որը ես այսօր ասել եմ եթերում, եկեք այս բաները մենք ուշադիր այս հարցերը մենք ուղենք, սարքենք ամեն ինչ լավ լինի եւ ամեն ինչ լավ լինելու։ Շնորհակալություն, որ այսօր նայեցիք այս փոքր, բայց ինձ թվում է շատ կարեւոր եթերը։ Սիրում եմ ձեզ եւ ամենայն բարիք։